Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բարոն։ Ադրբեջանն արագ արձագանքել է Ֆրանսիայի նախարարի հայտարարությունը համարելով կեղծավոր եւ ասելով, թե Հայաստանին սպառազինություն մատակարարելը չի նպաստում խաղաղությանը։ Այս ֆոնին տարօրինակ է Երևանի դիրքորոշումը։ Մի կողմից Պաշտպանության նախարարությունը հերթական տեղեկությունն է հայտնում, որ ադրբեջանցիները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, մյուս կողմից նույն Պաշտպանության նախարարության փոխնախարարը իրավիճակը գնահատում է կայուն, իսկ պատգամավորները կառավարող ուժի համարում են, որ սահմանին հանգիստ է։ Այս բազմավեկտոր իրավիճակը վկայում է, որ այն ինչ տեղի է ունենում ըստ էության ոչ այնքան ծավալվում է սահմանին, այլ քաղաքական հետնաբեմում։ Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում է այն մասին, որ պետք է ավելացնել Եվրամիության դիտորդների թիվը եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Սրանք կարծես թե հակոտնյա դիրքորոշումներ են, որովհետև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կոչվածը ենթադրում է, որ ստորագրելուց հետո սահմանին չեն լինելու երրորդ ուժեր, այդ թվում դիտորդներ։ Հետևաբար, եթե Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում է ԵՄ դիտորդների թվի ավելացման անհրաժեշտության մասին, ուրեմն նա որևէ իրական ակնկալիք չունի, թե մոտակա ժամանակահատվածում կարող է ստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր։ Բայց այդ դեպքում ինչ խնդիր կլուծի դիտորդների թվի ավելացումը։ Ֆիզիկական թվով է, որ նրանք հարց են լուծում կամ լուծելու, հատկապես եթե նկատի առնենք, որ դիտորդները մշտական տեղակայման ռեժիմով չէ, որ աշխատում են, այլ ժամանակ առ ժամանակ մոնիթորինգի իրականացման։ Թե Ֆրանսիան դիտորդների կազմի ավելացման հարցն առաջ քաշելով փորձում է իր հերթին բարձրացնել խաղադրույքը, այն հայտարարությունից հետո, որ օրերս արեց Իլհամ Ալիևը։ Իսկ Ալիևը անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությանը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների մասին նշել էր, թե դա Եվրամիության գործը չէ։ Դրանից հետո Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնում է մտահոգություն լարվածության առնչությամբ, որի առիթով էլ խոսում է դիտորդական առաքելության թիվն ընդլայնելու մասին։ Այլ կերպ ասած, պատասխանում է Ալիևին ուղղակի թե անուղղակի, որ իրենց գործն է։ Կարձագանքի Երևանը դիտորդների թվի վերաբերյալ Բարոյի հայտարարությանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Հայաստան կատարած այցից օրեր անց հայտնի դարձավ, որ հայ-իրանական համատեղ զորավարժություն են անցկացնելու։ Երևանում Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, ինչպես Հայաստանի Հանրապետության ՊՆ-ն է որակում, ոչ թիրախային չդադարող կրակոցների ֆոնին, Արաղչին խոսել էր էսկալացիայի հավանականության մասին։ Հաշվի առնելով փաստը, որ Երևանը տևական ժամանակ անարձագանք էր թողնում համատեղ վարժանքների եւ ռազմավարական համագործակցության վերաբերյալ Թեհրանի առաջարկները ու նկատի ունենալով անհանգիստ իրավիճակը սահմանին, նաեւ Իրանի շուրջ գեոպոլիտիկ լարվածության աճը, զորավարժությունները խիստ կարեւորություն են ստանում։ Դրանք նաեւ նախադեպային են այն իմաստով, որ Փաշինյանի իշխանությունը 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո ընկած ամբողջ ժամանակահատվածում որևէ զորավարժություն չի իրականացրել բացառությամբ ԱՄՆ-ի հետ խաղաղասիրական վարժանքները, որոնք այլ բնույթի էին։ Իսկ այս տարիներին ոչ միայն Իրանի, այլև ՀԱՊԿ-ի կողմից զորավարժությունների անցկացման առաջարկներ են եղել, Երևանը մերժել է դրանք։ Փաշինյանի իշխանությունը, ինչպես իրենք են ձևակերպում, սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, իսկ Իրանի մեկնած ձեռքը երկար ժամանակ օդում էին թողնում։ Իրանական կողմը, ինչպես հայտնի է, ամենաբարձր մակարդակով պնդում է իր կարմիր գծերը կապված հայ-իրանական սահմանի անքակտելիության հետ, ինչը սեփական երկրի անվտանգության համար կենսական նշանակություն ունի, իսկ Հայաստանում Իրանի դեսպանն անգամ Երևանի եւ Թեհրանի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին էր խոսել դեռ մարտին։ Ապրիլի 9-ից 10-ը տևած զորավարժություններին իրանական աղբյուրների փոխանցմամբ ընդգրկվել են թեթև եւ ծանր զինատեսակներ, հատուկ նշանակության ջոկատներ, դիպուկահարներ, պայթեցման գործողություններ, ինչպես նաեւ կրակային աջակցություն։ Վարժանքն անցկացվել է Արևելյան Ատրպատական նահանգին սահմանամերձ Նորդուզ շրջանում։ Իռնագործակալությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին հայտնել էր, որ դրանք խաղաղ բնույթ են կրում եւ իրականացվում են մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու եւ կայուն խաղաղություն պահպանելու համար։
Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն հաշվի առնելով այն զգայուն դիրքը, որ տարածաշրջանը զբաղեցնում է։ Նշել էր Պաշտոնյան, հայկական կողմը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումը Իրանի։ Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Այս զարգացումները տեղի են ունենում մի փուլում, երբ տարածաշրջանային դերակատարները փորձում են նախաձեռնություն ստանձնել տարածաշրջանի անկայուն պայմաններում։ Այս համատեքստում, երբ Արևմտյան Ասիան դարձել է մրցակցության ասպարեզ Իրանի, Իսրայելի և Թուրքիայի միջև, հնարավոր է, որ այդ մրցակցության մի մասը տեղափոխվի Հարավային Կովկաս։ Իրանը լավ տեղեկացված է Ադրբեջանում Իսրայելի ազդեցության մասին և ուշադիր հետևում է Բաքվի սերտ կապերին Թուրքիայի հետ։ Իրանում շատ վերլուծաբաններ կարծում են, որ Կովկասյան տարածաշրջանը կարող է վերածվել լուրջ անկայունության գոտու և առկա խնդիրները զուգորդված նոր միջազգային իրավիճակով կարող են տարածաշրջանը դարձնել ճգնաժամային օջախ Իրանի դեմ ուղղված սադրիչ գործողությունների համար։ Այս պայմաններում Թուրքիայի ազդեցության տակ գտնվող և Իսրայելի աջակցությունը վայելող Ադրբեջանը կարող է փորձել ռազմական առաջխաղացում իրականացնել Հայաստանի Սյունիքի մարզում։ Սա միաժամանակ կբացի ճանապարհ Զանգեզուրի միջանցքի ստեղծման համար և կիրագործի Թուրքիայի և Իսրայելի ծրագրերը ճնշում գործադրելու Իրանի վրա, հրապարակին ասում է իրանցի ազդեցիկ վերլուծաբան, ստրատեգ Ֆարշադ Ադելը, անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին, որի պայմաններում իրականացվում են հայ-իրանական զորավարժությունները։ Փորձագետը ռազմական համատեղ վարժանքը դիտարկում է Հայաստան-Իրան համընկնող շահերի և բնական դաշնակցության լույսի ներքո, շեշտելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու ցանկացած փորձ կխզի Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը, մի բան, որն Իրանը երբեք չի հանդուրժի։ Իրանի և Հայաստանի համատեղ ռազմական վարժանքը հստակ ուղերձ է Բաքվին վերանայել հնարավոր ռազմական հաշվարկները։ Ահա թե ինչու այս վարժանքն անվանվել է խաղաղության զորավարժություն։ Դա ցույց է տալիս Իրանի և Հայաստանի միասնությունը և համերաշխությունը Կովկասում խաղաղություն և կայունություն պահպանելու գործում։ Այս վարժանքին մասնակցում են հատուկ նշանակության ուժեր, որոնք հայտնի են իրենց ճկունությամբ և արագ արձագանքելու կարողությամբ։ Նրանց առաքելությունն է լինել առաջին արձագանքողը ցանկացած ճգնաժամային իրավիճակում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Թեհրանի պատրաստակամությունը արագ գործելու վճռական պահերին, ասում է զրուցակիցը նկատի ունենալով, որ զորավարժությունները վկայում են Հայաստանին Իրանի վճռական աջակցության մասին։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է իրանցի ստրատեգը, Իրանը շարունակում է բարձր մակարդակի հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը պետք է խուսափի թակարդն ընկնելուց և Իրանի դեմ հնարավոր հարթակ դառնալուց։ Ի վերջո պետք է ընդգծել, որ Թուրքիան և Իսրայելը կարող են փորձել Կովկասը վերածել անուղղակի պատերազմի ասպարեզի Իրանի դեմ։ Տարածաշրջանի երկրները, մասնավորապես Ադրբեջանը, պետք է խուսափեն այդ թակարդն ընկնելուց։ Հետևաբար Իրանը և Հայաստանը պետք է լիակատար միասնությամբ և համագործակցությամբ աշխատեն սխալ հաշվարկները շտկելու և Կովկասը ճգնաժամի օջախ չդարձնելու համար։ Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը հիշեցնում է, որ նախորդ 2 տարիներին Իրանը զորավարժություններ էր անցկացրել նաև Ադրբեջանի հետ, որի նպատակն էր ցույց տալ, որ երկրների միջև լարվածություն չկա, և Իրանը չի գործում Ադրբեջանի շահերի դեմ։ Մեր պարագայում զորավարժությունները պայմանավորված են էսկալացիայի աճով, թե Երևանում, թե Թեհրանում բոլորը տեսնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման։ Դա կարող է լինել սահմանափակ, թե լայնածավալ այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը պատրաստվում է դիմել այդ քայլին։ Արդեն կարճաժամկետ հեռանկարում և կան տարբեր միջոցներ, որոնք կարող են զսպել կամ հետաձգել այդ հարձակումը։ Հիմնական գործիքներն են քաղաքական, տնտեսական և ռազմական։ Քաղաքական մակարդակում դա երկրների պաշտոնյաների Բաքու այցերի ժամանակ ուղիղ մեսիջն է Ալիևին, որ դա կարմիր գիծ է և հակասում է խաղաղության օրակարգին, ինչպես օրինակ Փեզեշքյանի խորհրդատուի Սանահի այցի ժամանակ հնչած մեսիջը, որը խոսել էր Հարավային Կովկասում խաղաղության մասին, կամ Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի Երևան և Բաքու այցերի ժամանակ արված հայտարարությունները, բայց մենք կարող ենք հիշել 2023 թվականի սեպտեմբերը,
երբ տարբեր երկրներից մեսիջներ կային, բայց դա Ադրբեջանին զսպող մեխանիզմ չդարձավ։ Ադրբեջանի դեմ որևէ մեկը պատրաստ չէ կիրառել տնտեսական գործիքներ, մնում է միայն կոշտ ուժը, որը գետնի վրա որպես մեխանիզմ կարող է կիրառել միայն երկու երկիր՝ Իրանը եւ Ռուսաստանը։ ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական է եւ ԵՄ-ն մշտապես դա շեշտում է։ Բացատրում է Սերգեյ Մելքոնյանը, հիշելով, որ վերջին տարիներին առհասարակ Հայաստանը որևէ լուրջ զորավարժություն չի անցկացրել։ 2020 թվականից ի վեր չկա տեղեկություն այն մասին, որ Հայաստանը որևէ երկրի, օրինակ Ռուսաստանի հետ զորավարժություն է անցկացրել։ Այն դեպքում, երբ դրա պահանջը կար եւ ըստ զրուցակցի այն գուցեև զսպեր Ադրբեջանի հարձակումը եւ պատերազմը։ Մեծ դադարից հետո Իրանը դարձավ առաջին երկիրը, որի հետ Հայաստանը համաձայնեց անցկացնել զորավարժություններ։ Ինչպես հասկանում եմ, եկել են եզրակացության, որ այլ գործընկերներից բացասական ռեակցիա չի լինի, սակայն խնդիրն այն է, որ այս ձևաչափով յուրաքանչյուրն իր տարածքում զորավարժությունների մասին, օրինակ ես խոսում էինք դեռ 3 տարի առաջ, երբ մտահոգություններ էին հնչում, թե Իրանի ուժերը կհայտնվեն Հայաստանի տարածքում, եւ հետո դժվար կլինի պայմանավորվել դրանք դուրս բերել, նկատում է քաղաքագետը, ընդգծելով ընթացիկ զորավարժությունների հիմնական մեսիջը, չնայած նրան, որ Իրանի շուրջ լարվածությունն աճում է, Իրանը գետնի վրա ունի հնարավորություն պաշտպանելու իր շահերը հյուսիսային սահմաններին։ Իսկ Հայաստանն այս համատեղ վարժանքով Մելքոնյանի խոսքով ցույց է տալիս, որ կա երկիր, որի հետ պատրաստ է համագործակցել թուրք-ադրբեջանական հարձակումը զսպելու համար։ Սերգեյ Մելքոնյանը հիշեցնում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի մարտին արած հայտարարությունը Հայաստան-Իրան փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ Ինչպես ես հասկանում եմ, դա նախատեսված էր պարոն Արաղչիի այցի շրջանակում, բայց այդ փաստաթուղթը չստորագրվեց։ Իրանի մոտեցումը հետևյալն է. Թեհրանը չի կարող միջամտել եւ աջակցել Հայաստանին, եթե նրա հետ պայմանագիր չունի, որովհետեւ պետք է ունենա իրավական հիմք։ Հայաստանն այդ պայմանագիրը դեռ չի ստորագրում եւ ինչպես տեսնում ենք, որպես առաջարկ անցկացվում են համատեղ զորավարժություններ, որպեսզի ցույց տան, որ նույնիսկ առանց պայմանագրի հնարավոր է ինչ-որ խնդիր լուծել եւ ռազմական հարթությունում ստեղծել այդ նախադեպը, որն ապագայում ավելի մեծ զորավարժությունների համար կարող է հիմք հանդիսանալ այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակում գործի, եզրափակում է Սերգեյ Մելքոնյանը։